Գլաձորի հանքավայրի վերաբերյալ ուզում են այս 9 տարվա ընթացքում նույն մարդիկ ուզում են այդտեղ հանքարդյունաբերությամբ զբաղվեն, բազմամետաղյա հանք է եւ ամբողջ համայնքը 3 համայնք էին այն ժամանակ, հիմա Եղեգնաձորի մեջ են, Գետափ, Գլաձոր եւ Վերնաշեն, բոլորը միաձնյա որոշել էին ավականիներով, որ չեն թույլ տալի եւ տարբեր լսումներ ա եղել, բոլոր մարդիկ դուրս են եկել փողոց, դեմ են արտահայտվել եւ ուզեցել են ուժով հասնեն ինչ որ մի արդյունքի եւ այդ նախաձեռնողները Արա Մոսիկյանը դիմել էր դատարան, որպեսզի գյուղապետին նկատմամբ քրեական գործ հարուցեն, հետո ստիպեն պարտավորեցնեն, որպեսզի ինքը հող հատկացնի, դեպքում որ գյուղապետը հող հատկացնող չավականի եւ դրա հիման վրա դատական վճիռներ ա ունեցել, բայց վերջում դրանք հնարավոր չեն եղել կատարելու եւ այդ բոլոր գործերով ես համայնքը գյուղապետին եւ համայնքը ներկայացրել եմ դատարանում 9 տարի անընդմեջ բոլոր լսումներին մասնակցել եմ, բոլոր դատական նիստերին մասնակցել եմ եւ վերջում մենք հաջողություն ենք ունեցել, որովհետեւ եւ շրջակա միջավայրի նախարարությունը թույլ չի տվել եւ ավականիները թույլ չեն տվել, համայնքը թույլ չի տվել եւ դատական վաճառները ոչ մի բան չեն ասել։ Հիմա մեկ այլ անվան տակ նույն մարդիկ մի կազմակերպություն են նորից ստեղծել, մի տառ են հանել, ժամանակ Metal Gold-էր, հիմա Metal Gold-ա դարել եւ դիմել են նորից այն ժամանակ իրենք ուզում էին բաց հանքարդյունաբերությամբ զբաղվեին 9 տարի առաջ ու բոլոր պաշարները ներկայացնում են, հիմա ուսումնասիրության հայտ են ներկայացրել, այնը փակ եղանակով։ Ու այդ լսումը եղավ այս տարվա հուլիսի 7-ին ու ես նույնպես ներկայ եմ գտնվել, շատ մարդիկ դեմ արտահայտվեցին, տեղի բնակիչները եւ այլն, նույնիսկ ստորագրավակ եղավ, ժամանակին 2800 ստորագրություն ա եղել այդ համայնքներից, հիմա նորից կրկնվեց էլի նորից ստորագրավակ, որը գերազանցում էր էլի մարդկանց այդ քանակը ովքեր դեմ էին հանքին եւ ես ելույթ ունեցա ու ասեցի որ քանի որ այս կազմակերպությունը այս Metal Gold-ը գրանցվել է մայիս ամսին ապա այս պայմաններում մեր օրենսդրությամբ արգելված է որպեսզի իրենք հանքարդյունաբերությամբ զբաղվեն որովհետեւ 5 տարվա տվյալ ոլորտում հանքարդյունաբերության ոլորտում անհրաժեշտ է փորձ ունենալ Հիմա սա իրանք համարում են որպես վիրավորանք իրենց բիզնես գործունեությանը արգելք, որը նման բան որ լինի, ուրեմն ընդհանրապես որևէ մարդ որևէ բանի մասին չի խոսում, այսինքն ցանկացած օրենքի դրույթ որ դու ասում ես, դա կարող է որպես վիրավորանք դիտվի։ Հաջորդը որ ես ասել եմ, որ 9 տարի առաջ իրենք ասում էին, որ մենք բաց հանք ենք անում, ու մենք հարց ենք տվել, ինչ ես բաց անում, փակ արա, գոնե բնությանը քիչ վնաստու, ասում էր, որ այդտեղ փլուզումներ կարող են լինել, որովհետև ապարները ամուր չեն, եւ այդտեղ բացառվում է փակ եղանակով որևէ գործողություն անել, ու ինձ նույնիսկ նախատեցին, ասեց, ինչա ուզում ես մարդկանց տանեմ այնտեղ սպանեմ, թաղեմ այդ հողերի մեջ, դրա համար բաց ենք անում։ Հիմա եկել են փակ են անում, տրամաբանական հարցը, որ ես տամ ասում եմ, հիմա դուք չեք վախում, որ այդ փլուզումները լինի ու այդ մարդիկ մնան այդ փլատակների տակ ու այդ սողանքների տակ, ու ինքը դա համարել է որպես վիրավորանք, իրենց հեղինակության վնաս պատճառել, սա է հիմնական եղել, հա, ինքը խոսք էր տալի, որ գիտեք ինչքան լավ եք ապրելու 150,000 դրամ աշխատավարձ եք ստանալու, ես ասեցի, որ սա անթույլատրելի է, որ 150,000-ով մարդուն տանեն գետնի տակ աշխատացնեն, որովհետև հանքափորի աշխատանքը դա ամենածանր աշխատանքն է եւ ամենաբարձր վարձատրվող։ Մարդը 8 ժամ արև չի տեսնելու, լույս չի տեսնելու, այդքան վտանգ լինելու է փլուզման, չգիտեմ, թունավորման եւ այլն, ու դու տալիս ես այն աշխատավարձը, որ սովորական հավաքարարն է ստանում այսօր, ու ես ասում եմ, որ սա ընդհանրապես անթույլատրելի է, սա էլ են իրենք համարել որպես վիրավորանք, այս 3 դրվագով իրենք դիմել են դատարան, դեռ վարույթ ոնց որ չի ընդունվել, համենայն դեպս ես չեմ ստացել որոշում ու դատալեքսում էլ չկա, վարույթ ընդունելու մասին, բայց իրենց պահանջում են 1 միլիոն դրամ վնասի հատուցումներ, նույն եղանակով, նույն տեղում հերքում տալը եւ հետարքի է, որ դատը են տվել եւ ինձ որպես անհատ եւ
իմ ղեկավարած կազմակերպությունը Հայաստանի անտառն է, որ այս գործում ընդհանրապես մեր կազմակերպություն կապ չունի, որովհետև ես այդտեղ հանդես եմ եկել որպես փաստաբան եւ ներկայացրել եմ 9 տարի համայնքի ժողովրդին։ Հիմա դուրս է գալի, որ մեր կազմակերպությունն է նույնպես այս գործընթացի մեջ է հայտնվել եւ 1 միլիոն դրամ համապարտության կարգով են պահանջում, որը անհասկանալի է։ Հերքում ես նորից պետք է գնամ ընդ այդ կուլտուրայի տանը կանգնեմ ինքս ինձ խոսամ ոնց հերքեմ ես չգիտեմ։ Ինչ որ անտրամաբանական բաներ են պահանջում, որ իմ կայքում եւ կազմակերպության կայքում հերքում դնեմ, այն դեպքում ես ընդհանրապես նույնիսկ ինֆորմացիա չեմ դրել այդ լսումների մասին, ոչ կազմակերպության կայքում, ոչ իմ կայքում, ընդհանրապես ոչ մի բան չկա, մենակ այդ ինֆորմացիան եղել է Օլեգ Դուրգարյանի քաղաքացիության լրատվականի էջում, ու ես նույնիսկ դա չեմ տեսել, հիմա էլ ման եմ գալի, չեմ գտնում, ես չգիտեմ այդ որտեղ ա եղել, բոլոր դեպքերում եւ արգելանք են ուզում դնեն իմ ու կազմակերպության հաշիվների վրա եւ որպես միջանկյալ միջոց ինձ արգելեն ընդհանրապես խոսել եւ որևէ բան գրել այդ հանքի վերաբերյալ։ Այսինքն իրենց հիմնական նպատակը, չեմ կարծում որ այդ 1 միլիոնով իրանք երջանիկ են լինելու, եթե չունեն ընդհանրապես հանքարդյունաբերության մասին պիտի չերազեն ու չխոսեն, իսկ եթե ունեն ամոթ այդ 1 միլիոնի համար գնան դատարան հասնեն, բայց իրանց հիմնական նպատակը ինձ լռեցնելն է, ինձ վախեցնելն է, որ ես կարող է դատա տևի 8 տարի, 10 տարի, ոնց որ մենք մեր պրակտիկայում տեսնում ենք, ու այդքան ժամանակ ինձ մեկուսացնեն, ասեն դու պետք է լռես, չխոսես, ոչ մի բան չհրապարակես, ու իրենց ծև գործը անեն, այսինքն գնան նույն ձևի ինչ որ թույլտվություններ ստանան։ Ու այդ լսումներից հետո ամենակարևորը, որ Եղեգնաձորի ավականին նորից մերժել է եւ դրանից իրենք ավելի շատ են բորբոքվել, որ մերժում են ստացել։ Հիմա այս է իրավիճակը, դեռ չգիտեմ ինչ գործընթաց կլինի, համենայն դեպս կարծում եմ, որ դատաները արդար վճիռ կկայացնեն, դեռ պոզիտիվ եմ մտածում, չնայած շատ բաներով անցել եմ ու շատ բան եմ տեսել, բայց չեմ ուզում լրիվ բացասական այս ամեն ինչին գնահատեմ, թող իրենք իմանան, որ դրանով ոչ կվախեցնեն, ոչ կլռեցնեն, եթե ես չխոսամ, իմ տեղը մի ուրիշ մարդ կխոսա, հենց որ իրենք այդտեղ հանք չեն կարողանալու բացել, որովհետև ժողովուրդը դրա դեմ է, անկախ նրանից Նազելի Վարդանյանը դեմ է թե կողմ, ժողովուրդը եթե դեմ է, ժողովրդի կարծիքին որևէ մեկը չի կարող հակադրվի։